Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում, Կրեմլի խոսնակն է ասել մեկնաբանելով Ուկրաինայի առաջարկը Սուրբ Ծննդյան զինադադարի վերաբերյալ։ Եթե ուկրաինացիների շրջանում գերիշխող դառնա գործարքը կարճաժամկետ անկենսունակ լուծումներով փոխարինելու ցանկությունը, մենք հավանաբար պատրաստ չենք լինի մասնակցել։ Մենք խաղաղություն ենք ուզում, մենք չենք ուզում հրադադար Ուկրաինային շունչ քաշելու ժամանակ տալու համար, ասել է մամուլի քարտուղարը մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Մերցի հայտարարությունը Սուրբ Ծննդյան տոներին մարդկանց մի քանի օրով հանգիստ թողնելու անհրաժեշտության մասին։ Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները բանակցություններ կվարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Դրանից հետո հնարավոր է այս շաբաթվա վերջին ուկրաինական պատվիրակությունը կրկին կհանդիպի Թրամփի թիմի հետ Վաշինգթոնում, նշել է քաղաքական գործիչը։ Էրդողանը հանձնարարել է կառավարությանը մանրամասն աշխատանք տանել երկրի Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ։ Նախագահի հանձնարարականներին հետևելով քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարները, հնարավոր մերձեցման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը միությանը։ Հանդիպումից հետո վերջնական որոշումներ չեն կայացվել։ Ռուսական անձնագրեր ստացողների հնգյակում են Տաջիկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիները, այս մասին հայտնել են ՌԴ նախագահական ակադեմիայի սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտից։